Չլինես իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց քեզ առանց ցավ ու անհույս, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում, Լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, որ քեզ չկորցնեմ, թե չլիներ իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց քեզ միայնակ ու լքված, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կապրեի օրերս անիմաստ, կանձևեր իմ հոգին անընդհատ, կզգար կորուստդ մոտեցող, մնա միշտ իմ կյանքում, Թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում, լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, թե չլիներ իմ կյանքում, էլ ոնց ապրեմ ես այս կյանքում, ձևական անիմաց ես շպտամ, բայց առանց քեզ սեր չկա, մնա միշտ իմ կյանքում, թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում, լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, թե չլիներ իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց քեզ միայնակ ու լքված, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կհորինեի ես քեզ իմ մտքում, Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե և ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով և փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների և ֆիրմաների, սկսած 18,000 դրամից, մետաղական և ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ և գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ և խողովակներ, ջրի և կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ և սալիկներ, որոնք առկա են և հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի և լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի և փայտի, ձգվող և ինքնակպչուն պաստառներ,
լամինատ է կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդփական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է, գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ Շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոպոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Մարիա Բյութի սալոն, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր դիտում են Ֆորտունա հեռուստաընկերություն, Սաբաթ սենյակն է, մենք աշխատում ենք յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի լցնել ձեր երեկոն ջերմությամբ, հետաքրքիր ժամանցով, լավ ու գեղեցիկ տեղեկատվությամբ եւ իհարկե երաժշտությամբ եւ համով թեյերով կամ սուրճով։ Այո, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր այս պահին սուրճում են կամ թեյում են կամ էլ ընտրում են ընթրիքի ժամանակ։ Կամ էլ գինում են։ Գինում են կամ էլ։ Գինում են։ Ողջույններ բոլոր նրանց, ովքեր այս պահին միացել են եւ հետեւում են մեր աշխատանքներին։ Այսօր եւս ունենալու ենք հրաշալի եթեր, հրաշալի հյուրեր եւ իհարկե հրաշալի տրամադրություն։ Եվ այժմ երաժշտություն։ Երաժշտության ողջունում ենք բոլորին, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզում, Հայաստանի Հանրապետությունում ու երկրի սահմաններից դուրս, Սաբաթ սենյակն է, իսկ մենք ուղարկում ենք մեր ամենաջերմ բարևները ձեզ։ Գախտնի պահել էլ չի լինի, ասա էլ ոնց թաքուն պահեմ սերն աշխարից, ասա էլ ոնց հեռու ապրեմ քո անունից, ես գալիս եմ քեզ մոտ երևից, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ, սարերով, ձորերով հետը տար, որ չզգա սիրտը իմ երկարով, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ, սարերով, ձորերով հետը տար, որ չզգա սիրտը իմ երկարով, իմ անունից հենց քեզ համար, լուսին այսօր դարձել է մեծ, աստղերն էլ է վար, կանգ է առել աշխարհը տես մեզ համար, որ քեզ սիրեմ երեկար, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ, սարերով, ձորերով հետը տար, որ չզգա սիրտը իմ երկարով, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ, սարերով, ձորերով հետը տար, որ չզգա սիրտը իմ երկարով,
ճանապար դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ սարերով ձորերով հետը տար որ չզգա սիրտը իմ մելքարոտ ճանապար դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ սարերով ձորերով հետը տար որ չզգա սիրտը իմ մելքարոտ ճանապար դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ սարերով ձորերով հետը տար որ չզգա սիրտը իմ մելքարոտ ճանապար դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ սարերով ձորերով հետը տար որ չզգա սիրտը իմ մելքարոտ Մենք վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք մեր եթերը ներկայացնելով մեր հաղորդման գործընկերներին։ Հաղորդման գործընկերն է Բալայան Պրոմը, միակն է Լոռու մարզում, որ առաջարկում է 1000 եւ ավել գունային գամաների, երկաթի եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշիներկում, որը 200 աստիճանի տակ հալվում է եւ չորանում։ Դիմակայուն է տարբեր եղանակային պայմաններին եւ երկարակյաց է 20 անգամ ավել ձեր իմացած սովորական ներքից ամենակարևորը մատչելի է։ Հեռախոսահամարները 094 203 201 033 203 200 հասցեն Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 Հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը, որն առաջարկում է շինարարության հետ կապված ամեն բան մեկ հասցեից գնելու հնարավորություն, մատչելի գներով բնականաբար եւ իհարկե բարձր որակով։ Դավշին շինարարական կազմակերպությունը գտնվում է քաղաք Վանաձոր, դիմաց թաղամաս, Աղայան 48, կոտորակ 1 հասցեում։ Հեռախոսահամարները գրի առեք 0322 46600 091 046600 098 17 2662 Դավշին Վերանորոգիր քո բնակարանը մեզ հետ մատչելի գներով։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հաղորդումը սպասարկող Նինե Վարդանյանին, դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին, Տիգրան Մեծ 39 կոտորակ 1-ն է հասցեն եւ Մարիա Բյութի սալոնին Համբարձումյան 17 կոտորակ 2։ Ասում ենք շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին եւ իհարկե ամենամեծ շնորհակալությունը ձեզ սիրելի հեռուստադիտող, որ շարունակում եք տալ բացենյակ։ Այս պահին մեր հոլովակները գործընկերների առաջարկում ենք դիտել, որից հետո երաժշտություն կհանդիպենք տաղավարում, խոսելու ենք Վանաձորում առաջիկայում կանալիք միջոցառման մասին, որն ունի պատմություն ու խոսելու ենք դարձյալ երաժշտության մասին, այո, երաժշտության, որն արմատներով կապված է Վանաձորի ու Վանաձոր քաղաքի հետ։ Կհանդիպենք քիչ անց։ Բաշուղի ջուղի նման օրորվում է աշնանքամուց Օ քամի փոքիր իմ սերն անասավի Հետո համբուրիր բնոքված կեղերը ծառի Թող վերքը ցավ չպաճառի Ծառին թող ցավ չպաճառի Թող վերքը ցավ չպաճառի Ծառին թող ցավ չպաճառի Թեկուզ զայն հանիր, բայց այդպես մի նայիր Ախ կոնելացիելին է, թեկուզ զայն հանիր, բայց այդպես մի նայիր Աստերը, բացել են աչքերը Ու նայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդը չեք ունենա
քեզ իմ սեր ու հեռանում Իմ սրտում այսօր մի նոր վերք է ավելանում Լուսնի աղոտ արտացոլում աչքերիդ մեջ Դեմքի ճպիտը հուսահատ Հույսերին վերջ Քամի փոքիր իմ սերն ամասավի Հետո համբուրիր բողոքված կեղերը ծառի Թող վերքը ցավ չբաճարի Ծառին թող ցավ չբաճարի Թող վերքը ցավ չբաճարի Ծառին թող ցավ չբաճարի Ախ գոնենաց եղի դե թեկուզ զայն հանիր Բայց այդպես մի նայիր Ախ գոնենաց եղի դե թեկուզ զայն հանիր Բայց այդպես մի նայիր Աստերը բացել են աչքերը Ու նայում էր ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդը էլ չեք ունենա Աստերը չռել են աչքերը Ու նայում էր ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդը էլ չեք ունենա Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոբոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաև Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր,
պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյան Նունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո ու ողջույններ ուղարկում բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզում, ովքեր մեզ դիտում են Հայաստանի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ֆորտունա հեռուստաընկերության եթերում այս պահին բաց սենյակն է եւ սիրով բացված է նաեւ հյուրասրահի դռները եւ պետք է ներկայացնենք մի հրաշալի իրադարձություն եւ խոսելու ենք հենց այս ծրագրի մասին, այս նախաձեռնության ու նաեւ պատմական շրջայց անենք, ինչի մասին եմ ես ասում, քիչ-քիչ կիմանաք։ Հենց հիմա եւ այն մարդկանց արի ողջունենք, ովքեր որ շատ երաժշտասեր են, հա։ Ողջունում ենք մեր բոլոր այո, հեռուստադիտողներին։ Այո, եւ այսպես ներկայացնում ենք մեր հյուրերին Վանաձորի երգի թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, երգահան Գագիկ Աղաբաբյանն է մեր տաղավարում, ինչպես նաեւ տնօրեն մեներկչուհի Քրիստինե Սիմոնյանը եւ մեներկիչ Կամո Դուրմիշյանը։ Մենք ասում ենք բարի գալուստ բաց սենյակ։ Բարի օր։ Բարի օր։ Ինչպե՞ս եք։ Հոգնած, բայց լավ տրամադրություն։ Շատ լավ, քանի որ հաղորդում հանգստյան օրերին է, մի անգամից ուզում եմ իմանալ, հասցնում եք հանգստանալ։ Սիրում եք շփոթ կիրակիները վայելել, թե չի ստացվում։ Երանի։ Հնարավորություն ուներ հանգստանալու, որտեղ ծանրաբեռնվածությունը բոլորիս մանավանդ այս օրերին շատ է։ Ինչպես ասում են, իմ գործընկերները օր ու արև չեն տեսնում այս օրերին մանավանդ եւ բոլոր համերգներից առաջ։ Հարգելի հեռուստատողներ, նշենք, որ հիմնադրման Վանաձորի երգի թատրոնի հիմնադրման 25 տարին է։ Ինչպես յուրաքանչյուր համերգից առաջ, այո, նրանք պատրաստում են իրենց հիմնադրման օրվան նվիրված համերգի 25 տարվա պատմություն ունի Վանաձորի երգի թատրոնը եւ դա ուղղակի թվեր չէ, մի ամբողջ կյանք է։ Անցած ճանապարհ, դժվարին երջանիկ տարիներ չէ։ Ո՞րն եք համարում դրա այդ պատմության ամենամեծ ձեռքբերումը, որն այսօր կարող եք այսպես հանգիստ խղճով հոգով ասել։ Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Վանաձորն այսօր ունի երգի թատրոն, որն արդեն 25 տարեկան է։ Գիտեք ինչ, մարդկանց համար ասած թվեր են, ինձ համար իմ կյանքից 25 տարի։ Պատկերացնում եք 25 տարի ամեն օր լինես մի աշխատանքի մեջ, որը քո հիմնական նաև աշխատանքին զուգահեռ եղել է ավելի հիմնական։ Որտեվ ես այս թատրոնին տվել եմ իմ կյանքի ամենալավ տարիները, մի կողմ դնելով նույնիսկ ստեղծագործական իմ աշխատանքը, անցնելով շատ կորուստների բանի միջով, վերջերջով կայացել է եւ այսօր քաղաքն ունի այն, ինչ ունի։ Շատ հեշտ ենք ասում 25 տարի խումբ պահել, կոլեկտիվ պահել, ծրագրեր պատրաստել, համերգների մասնակցել, դիմադրել, կռիվ տալ շատ միջակությունների հետ, գործից ոչինչ չհասկացող մարդկանց հետ, համոզել կողքիդ կանգնած արտիստներին, որ պետք է դիմանաս, որպեսզի կայանաս եւ հասնես ինչ-որ մի բանի, որովհետեւ նրանք ովքեր շատ են շտապում, շուտ էլ կորցնում են այն, ինչ ունեն։ Իսկ ովքեր որ դիմացել են, մնացել են, Քրիստինեն 18 եւ ավելի տարի երգի թատրոնում եմ, 23 տարի։ 23 տարի առաջ համարտիկներից է Քրիստոն երգի թատրոնի եւ ձեզ հետ ամենահնաբնակն է ինքը եւ Սուզին, որը մի քանի տարի հետո եկավ, Սուզին է կարծեմ 18 տարի, չէ՞։ 10 քանի տարի։ Ամենակիչն է երևի։ Ամենաերիտասարդ եկավ, բավականին չարքաշ աշխատանք կատարեց, հետո ընկեր Աղաբաբյանը, այսպես ասած, աշխատանքի չընդունեց, ուղղակի անցավ այդ этаպը, նոր մի քանի տարի անց արդեն որ եկավ, ինքը ընդունեց աշխատանքի։ Այս ում հենց քո մուտքը հիշեց տարիներ առաջ երբ որ դեպի երգի Դեռ 98 թվականներ ես երաժշտական ուսումնարանը ավարտում էի այդ ժամանակ, պարոն Աղաբաբյանը ինձ հանդիպեց, շատ պատական փողոցում մենք հանդիպեցինք, ասեց արի երգի թատրոն ու այդ ժամանակ ես նշանված էի, իհարկե չեղյալ համարվեց այդ իմ գնալը։ Դրանից հետո դե 99 թվականին ես ամուսնացա, 2003 թվականից էլի մի տարի շուտ, էլի պարոն Աղաբաբյանին հանդիպեցինք, այսօրվա պես հիշում եմ քաղաքապետարանի մոտ, ասեց չես փոշմանել, արի։
Եկա տուն սկեսուրիս հետ խոսեցի, համոզեց ամուսնուս ու ես 2003 թվականից աշխատում եմ երգի թատրոնում արդեն 22 տարի, 23 ասեցի, 22 տարի է, որ աշխատում եմ, մեծ ճանապարհ եմ անցել, շատ բաներ եմ սովորել ու շատ հպարտ եմ, որ ես անցել եմ երգի թատրոնի դպրոցը, այսպես ասած։ Ինչ տվեց թատրոնը քեզ։ Ես այն ժամանակ երգում էի իմ հեղինական երգերը, այն որ ասում եմ ես ժողովրդական ուր, ես ուր։ Երբեք չէի մտածի, որ ես կարող եմ երգել անգամ ժողովրդական երգեր եւ պարոն Աղաբաբյանի օգնությամբ, դասավանդմամբ ես շատ տարբեր երգեր եմ լսել եւ նաեւ դա եմ սովորել երգել ժողովրդականը մերը, մեր ազգայինը։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ լավ, քանի որ տալուց հա, հենց որպես անդամ այդ մեծ թիմի Կամո ջան, քեզ ինչ տվեց երգի թատրոնը։ Կամոյի ջան, ասելով ինքը շատ է սիրում երգել եւ նորեկներից է, չէ՞։ Քանի որ ես 1 տարի է որ աշխատում եմ երգի թատրոնում, կասեի, որ լավ ընկերներ ձեռք բերեցի առաջին հերթին եւ հետո այդ նույն բաները ես կարող եմ նույնը կրկնել, այլ լեզուներով երգերը իմ մոտ չէր ստացվում, բայց ընկեր Աղաբաբյանի հետ շատ աշխատելուց լիքը արդյունքներ ստացանք մենք։ Մոտեղ է ասում են, որ կաշիները հանում։ Կարող եմ այդ ասել, բավականին կարճ ժամանակահատվածում շատ բան սովորեցինք։ Շատ լավ։ Համերգը տպավորիչ է իրականում, շատ գեղեցիկ էր կազմակերպված եւ առհասարակ ուզում նաեւ ելույթների մասին խոսենք, այսքան տարիների ընթացքում 25 տարիների ընթացքում քանի համերգ մոտավորապես եղել է Հայաստանում, Հայաստանից դուրս առհասարակ։ Ելույթները շատ են եղել, 500-ից ավել։ Համերգների ճիշտ ասած տենց թվականակ չենք հաշվել մենք, բայց Երևանից սկսած, մարզահամալիրում սկսած, հենց առաջի տարին մեր թիմը ձևավորվելուց հետո, մարզահամալիրում Դեմիրճյանի անվան, Գյումրիում, Ստեփանավան, Ստեփանակերտ, Մարտակերտ, տարբեր տեղ Ալավերդի, Օձուն, Տաշիր, Աղթալա, տարբեր տեղեր ենք համերգներ տվել, դες մենք ընդհանրապես չեմ հաշվել այն միջոցառումները, որտեղ մենք 1 կամ 2 երգով ենք ելույթ ունեցել, սա հիմնական այն մեծ համերգներ նկատի ունենք, որ 500-ից ավել համերգ ենք ունեցել։ Մանավանդ շատ բուռն էր մեր գործունեությունը սկզբնական շրջանում, որովհետև դաշտը լրիվ ազատ էր, ոգևորությունը շատ մեծ էր, թիմը շատ մեծ էր, այն ժամանակ 10 երգիչ ունեինք մենք եւ բայց ստիպված էինք երգիչները այնպես են ընտրվում, որ կարողանան ամեն ինչ երգել։ Չնայած կար նաև ուղղվածություն, ասենք ունենք երգչուհիներ, որոնք միայն արտասահմանյան երգերի վրա են կատարումների, ռուսական էստրադայի, համաշխարհային հիթերի, հայկական ժողովրդական, մաքրեմաքուր ժողովրդական երգերի, որտեղ մեր ծրագիրը շատ ընդգրկուն է։ Դասական երգերից, ժողովրդական, աշխուհական, գուսանական երգերից սկսած, նրանց նոր մեկնաբանություններով մինչև ժամանակակից եւ ամենամոդեռն հիթերը։ Ու երգիչները, քանի որ այսօր թվականակ շատ քիչ է, ստիպված են իրենք բազմաժանր զբաղվել, ծառայություն եւ ծառայություն մատուցել։ Այդ պատճառը, որ Կամոն գալուց հետո ասաց, որ պետք է ամեն ինչ կարողանանք երգել, փորձենք։ Փորձելն է նախարարչին իրենց համբերությունը, իրենց նվիրվածությունը բոլոր արտիստների, առաջերտին դա իրենց շնորհքն է, ես փոխակի փոքր sense կողքից ուղղություններ եմ տվել իրենց։ Այնպես որ կողքից է հեշտ թվում, որ ինչ միկրոֆոնը վերցրեցի, դուրս եկան բեմ, երգեցին, անցավ, բայց այդ ամեն մի երգի հետևը շաբաթներով, եթե ոչ ամիսներով չարչարանք է, տքնաջան աշխատանք եւ փորձասենյակում, դա գիտեք ինչ, ընդհանրապես կա չէ, sense խոսք ասում են, նապաստակ խփելն ինչ ար, խփի գցի տոպրակը։ Տենց չի, ամեն մի աշխատանք, ամեն մի րոպեն իր հետևն ունի տարիներով, նույնիսկ ամիսներով չարչարանք աշխատանք ունի։ Երգի թատրոնը շատ արտիստներ է տվել, ովքեր այսօր ներկայացնում են մեր Հայաստան երկիրը, մեր քաղաքը տարբեր երկրներում, հա։ Ուզում հասկանալ այդ կապը կա մինչև այսօր։ Սերունդների բոլոր ժամանակա կա, այնպես է եղել, որ սերնդափոխությունը մեր մոտ շատ սահուն ձևով անցավ, որովհետև
Քրիստինեի գալուց հետո տեսեք ամենաերկարացած Քրիստինեն համարը գրեթե բոլորի հետ աշխատել է եւ նրանք ովքեր եկել են հետո ինչ պատճառներով տեղափոխվել են ունակ ունենք այսօր երկչուի Ֆրանսիայի Լիոն քաղաքում Արմինե Մխիթարյանը Ալչանգյան եղբայրները Մոսկվայում Աշոտ Մխիթարյանը Մոսկվայում Արփինե Մացակյանը Ռոստովում Անի Մարուկյանը Կալինինգրադում եւ բոլորը զբաղվում են իրենց գործով մասնագիտական Անի Լիլիթ Համբարյանը մեր երկու միջազգային փառատոնի աշխարհով մեկ ինքը Գրանպրի շահած երկչուհի Երևանում է աշխատում Անի Բոշյան Երևանում է աշխատում եկել են հետո մարդիկ մեծ ցկներին մեծ ծով Պարոն Աղաբյան նայում եք էկրանից այն կողմ ձեր սանն է սենունդներ առաջ հա տարիների ընթացքում ուզում եմ ապրումը փոխանցեք եւ որ նայում եք ախր այդ մարդը ձեր ընտանիքից է դուրս եկել ու այսօր հաջողության է հասել ինչ եք զգում ինչ եք ապրում այդ պահին Գիտեք ես այսօր եմ ամեն մի արտիստով եմ ապրում իրենց ուրախություններով հնարավոր չի որովհետեւ նա ով եկել է քո մոտ ասենք շփվել ես, մտերմացել, այսօր հարազատ ընտանիքի պես ենք մենք։ Կարող ենք վիճել, կարող ենք բարկանալ, կարող ենք խռովել, նեղանալ, որտեվ երկի կատարման ժամանակ 100 անգամ կարող ես կանգնացնել, հոգնեցնել նույնիսկ։ Մի բառի վրա, նույնիսկ բառի շեշտադրման, բառի վերջի տառը չլսվելու վրա, ստորակետը չդնելու, բութը չդնելու, որտեվ երկն էլ իր գաղտնիքներն ունի, մոտեցումներն ունի։ Այդ չարչարանքը բերում է նաև զգում ես որ հանուն ճիշտ ներկայացման ես այդ ամեն ինչ հանուն քեզ է արվում որ դու ճիշտ ներկայացնես ու կողքից ասենք նայողի համար հաճելի լինի կարևորը որակը այսօր տեսնում եմ ուրախանում եմ ոնց կարամ այսօր Վարդան Եգորյանը այսօր մեր մոտ 6 տարեկան էր որ եկավ այսօր արդեն շատ ճանաչված արտիստներ է շրջագայությանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոնց կարամ չուրախանամ Ալչանգյան եղբայրները անկախ իրենց ժանրային թե ինչ ժանրի մեջ են նրանք հաջողություն են հասել սկիզբը դրվել է երկի թատրոնում որտեղ իմիջիալոց նաև դասավանդել են քաղաքի լավագույն մասնագետներ են ժամանակ Ստեփան Դալլակյան Արմեն Ներսիսյան Ալուշա Ավետիսյան մարդիկ որոնց իրենք իրանց գործի մեջ եղել են հմուտ որոնք նաև այդ ընթացքում երեխաների հետ են աշխատել Այ ամենակարևոր ու շատ նուրբ կետի հանգեցինք աշխատել են երեխաների հետ ցավոտ հարց եմ տալու որովհետև այսօր նա ով կարողանում է ստեղծել ինչ որ փաստաթուղթ հա որի հիման վրա նա կարող է աշխատել եւ սերունդներ կրթել դիպլոմ նույնիսկ այո դա կարող է լինել եւ բարի ոլորտ եւ երգի եւ ինչ որտեղ կարող է նաեւ վնասել երեխայի զարգացմանը Ինչն է այսօր մեզանում պակասում, մանկավարժական տեսանկյունից եմ ուզում հարցին մոտենալ։ Ուրեմն ես որքան է որ ասենք դեղերի անուններ գիտեմ, երևի մի 100-ից 200-ից ավելի դեղեր գիտեմ, նաև գիտեմ շատերի օգտագործման ձևը, նաև նպատակը, չեմ կարող բժիշկ աշխատել, որտեղ ես պետք է ունենամ համապատասխան վկայական, համապատասխան կրթություն։ Շատերին թվում է, որ որևէ մի խմբում ապարելուց հետո իրեն կարող են արդեն բարի ուսուցիչ աշխատել։ Շատերին թվում է, որ կարող են այդ մասնագիտությունը չունենալուց հետո, ասենք, վոկալի դասատու աշխատել, չեն մտածում, որ այդ երեխային կարող են փոքր տարիքից, երբ որ գալիս են իրենց մոտ, ֆիզիկական մեծ դժբախտության առջև կանգնեցնել։ Ձայնալարերի խզումից սկսած, մինչև ոտքի, թաթերի եւ մարմնի ծուռ աճումը։ Այսինքն մեր մասնագիտությունը, չգիտեմ, մի տեսակ մատերիարանքով են նայում եւ առաջերտին պետք է այստեղ շատ խիստ լինել։ Կրթություն ստանալը ուրիշ բան է, լավ մանկավարժ լինելը այլ բան, որովհետեւ վերջ-վերջո ծնողներն էլ մի որոշ ժամանակ հետո երբ տեսնեն, որ երեխան հաջողության չի հասնում կամ բան, նրանք կհանեն եւ այդ մասնագետը, որ նույնիսկ կրթությունն ունի, չի ունենա համապատասխան միջավայր երեխաների դաստիարակելու կրթելու։ Առաջերտին կրթությունը շատ կարևոր է, որ այսօր ոլորտի նկատմամբ պետք է մի քիչ խստություն լինի։ Դες նույն թեմայի մեջ շարունակելով ուզում ես հարցնել ուղղել։ Հիմա յուրաքանչյուր մարդ, ով այդ պահին հավես ունի, ուզում է երգիչ դառնա, վերցնում մի հատ
ձայնագրություն եւ մարդիկ ասում են եւ մոռացար ամենակարևորը հեռախոսը, բլոկ վարի։ Ինչ լավ է երկում էս աղջիկը կամ էս տղան կամ էս երիտասարդը, լավ է ամեն ինչի դեմ է ոնց առնենք գերաբարուն այդպես։ Այս ոլորտը վերահսկելը շատ բարդ է։ Շատ բարդ է։ Որտեղ ճիշտ ասեցիք, այսօր ցանկացած մարդ կարող է նայել գիրք հրատարակել։ Այո։ Խելքին փչացը գրում է հազում թղթին տարում տպագրություն։ Հետո գիտեք ինչն է պատը, որ տպագրությունից հետո ասենք այդ տպագրությունից հետո արդեն կեցված կենթունը, որ ինքը Շիրազի, Չարենցի, Ցևագից եւ մնացած մեծերից ավելի մեծ է, քանի որ գիրք ունի։ Մարդը ասում է, այսքան գիրք ունեմ, այսքան քանակով տպած, բայց որ մեջը բան չկա, ասենք։ Հետո չկա այն ճշմարիտ խոսքը, որ ստեղծագործական միությունները պարտավոր են գոնե ճիշտ արտահայտվելու։ Ցավն այն է, որ շատ ժամանակ հենց այն միությունները, որոնք կոչված են ցենզ դնելու, ելույթ ունենալու, ճշմարտությունն ասելու, ինչ որ բաներից ելնելով սկսում են գովել, գովերքել ու ավելի շատ վնաս հասցնել տվյալ անձին։ Այո, առաջին հերթին։ Առաջին հերթին։ Եվ ուզում եմ նաև հարգելի հեռուստատողներ, նկարահանման օրը, հա, այսինքն մինչև համերգն է նկարահանումը, այսինքն այս պահին, այո, համերգին դեռ կան մի քանի օր, եւ ես պատկերացնում եմ, թե ինչ է կատարում եւ ձեր ներսում եւ ձեր տարածքում, հա, ինչ սպասել, ինչ համերգ է սպասվում, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ եք փորձել ներկայացնել այդ պատմությունն ազդարարող միջոցառման միջոցով։ Իսին ենք։ 25 տարին իհարկե մի մեծ կյանք է եւ այս համերգով մենք ուզում ենք ներկայացնել մեր անցած ճանապարհը, թե երգի թատրոնը ինչերի միջով է անցել, ինչ ելույթներ են եղել, ինչպիսի կատարումներ են եղել, ինչպիսի երգեր են հնչել, ամբողջ ճանապարհը մենք պիտի կարողանանք 2 ժամ, հա, համերգի ընթացքում ներկայացնենք։ Կան անակնկալներ, կան հետաքրքիր պահեր եւ հնչելու են այնպիսի երգեր, որ միայն երգի թատրոնում են հնչել, այդ գործիքավորումը այդտեղ է արվել, այդ ստեղծագործությունը այդտեղ են ստեղծվել, մեր հիմքը դրված է երգի թատրոնի սկիզբը մինչև այսօր։ Եվ ինձ թվում է շատ գեղեցիկ համերգ է լինելու։ Ինձ հետաքրքրեց սերունդներից, հա։ Կան, նաև կան ներկաներ լինելու են։ Ներկակներ, դե գիտեք ինչ, շատ դժվար է օրինակ ասենք այսօր Ֆրանսիայից կային հասնել, Մոսկվայից, Ռոստովից, Կալինինգրադից, իրենք իրենց ուղերձները շնորհավորանքներն ուղարկել են, բայց կան նաև նրանք ովքեր որ հնարավորություն են ունեցել ներկա լինելու, մասնակցելու եւ կմասնակցեն նաև իրենց, ինձ թվում է իրենց երկով։ Նաև հյուրեր ունենք։ Ահա։ Ինձ թվում է սպասվում է հաճելի մթնոլորտ եւ հետաքրքիր միջոցառում։ Այդպես եմ կարծում ես։ Շատ լավ։ Ցանկանանք բազմաթիվ հաջողություններ եւ նաեւ խոսենք հետագայում ինչ է նախատեսում։ Ես մեկը այն որ ինչպես ասում են թող Աստծո կամոք ամեն ինչ լավ։ Հորոմորով անենք ես։ Անենք հա։ Ու գնենք արցակուրտ։ Գնենք արցակուրտ։ Որտեվ վաստակած ես կասեի, հա։ Շատ մեծ ճանապարհ անցած թատրոն է եւ այս վերջի օրերին մանավանդ մեծ լարումներով ենք ապրում, որտեվ բավականին հարցեր կա լուծելու եւ ասենք որ իպատիվ քաղաքապետանի պարոն Փելեշյանի աջակցություն են ցուցաբերել համերգի կայացմանը, ինչի համար շնորհակալություն իրենց։ Շնորհակալություն ամբողջ աշխատակազմին եւ առաջերտին ես որպես մարդ իմ շնորհակալությունը իմ կողք կանգնած արտիստներին։ Ուզում եմ արտիստներից իմանալ, սովորաբար տարեդարձերին եւ մենք երազանքներ, նպատակներ ենք հա պահում, ինչպեսին կուզեք տեսնել ձեր թատրոնը։ Ձեր երգի թատրոնը։ Մեր երգի թատրոնը ես կուզեմ տեսնել ել ավելի մեծ կազմով, ահա, ել ավելի մեծ թիմով եւ նաեւ կուզեմ վերականգնվի երգի թատրոնի ստուդիան։ Տարիներ առաջ ես եմ ղեկավարել, բավականին աշակերտներ ենք ունեցել, բավականին աշակերտներ ենք կրթել, համերգներ ենք ունեցել սաների հետ։ Մոտ 30 աշակերտ ունեցել է երգի թատրոնը։ Տանապես երգի թատրոնի ստուդիան իմ ժամանակի սկզբանե երգի թատրոնի հետ է ծնունդ առել։
մոտավորապես 120-ից ավել երեխա էր դիմել, մենք վերցրեցինք 87-ին, ովքեր ձայնային տվյալ ունեն, դրանց մեջ էր Վարդան Եգորյանը, Տաթև Քեշիշյանը, Անի Ղամբարյանը, կարող եմ շատ անուններ ասել, ստուդիան բավականին եւ աշխատում էին իմ նշած այդ արտիստները, Ստեփան Դալլաքյան, Արմեն Ներսյան, Ալյոշա Ավետիսյան, ես էի երեխաների հետ աշխատում, Աշոտ Սարիբեկյանը, այսինքն բավականին մեծ էր, որից հետո ստուդիան երբ արդեն կազմը փոքրացավ, արդեն համակապետանի ենթակայության դարավ, Քրիստինեն ստուդիան սկսեց ղեկավարել, երեխաներ այս տարի ճիշտ ասած նպատակ ունեմ սեպտեմբերից, որ մանկական ստուդիան նորից վերագործարկեն, որովհետև երեխաների, ճիշտ երկող երեխաների պակաս շատ կա։ Դիմողներ շատ ունենք, տարիներ ես չեմ պարապում էլ ստուդիան չունենք, բայց դիմողներ շատ կան։ Ինչ շատ զանգահարում են, ասում են, ձեր մոտ այս տարիքի երեխա կընդունեք, ձեր շատերը չգիտեն, որ մեր մոտը դա երեխաների հետ կապ չունի, այս բանը մենք ենք աշխատում։ Պահանջը կա, դուք պետք է մտածեք այդ ուղղությամբ, այլ տարբերակ չունեք։ Իսկապես շատ են ուզում տեսնել երկի թատրոնը, հա, մենք կարծիք հասկանանք։ Ճիշտ ասած կուզենայի, ինչպես Քրիստինեն ասաց, ավելի ընդլայնված լիներ, ավելի շատ մարդ ներգրավված լիներ ասպարեզում եւ ունենայիք լիքը համերգներ։ Ես վախենում եմ այս հարցը Արդ երկրում ես կուզենայի Ինչպիսին կուզեք տեսնել ձեր հիմնադրած, ձեր ստեղծած թատրոնը։ Գիտեք ինչ, նախկին 10 երգիչ երգչուներից հետագայում մնացին 5-ը հաստիկների կրճատման պատճառով։ Կուզեմ որ մեծանա, որտեղ երգիչների թիվը նաև ծրագրերի իրագործում է բերում։ Այդ տարիներին, երբ որ երգիչների թիվը շատ էր, ժամանակների խաչմերով եւ զանգերն են ղողանջում, մեր թաղը, համերգ ներկայացումները հենց այդ հաշվին է եղել, որտեղ երբ որ դու կազմդ մեծ է, կարողանում ես այդ մեծ կազմի մեջ քո եղած բյուջեով տեղավորվելու, որտեղ մարդիկ իրենք նաև վարձատրում են աշխատավարձ ստանում, բայց երբ դու նմանատիպ մեծ ծրագիր ես անում եւ դրսից ես հրավիրում, պարտավոր ես նաեւ վճարել նրանց, ինչի հնարավորություն է, որ երկի թատրոնը այդքան շատ ֆինանսական տեսակյունից չունի։ Հույս ունեմ, որ քանակը նորից կավելանա, կմեծանա, որովհետեւ ձայնագրման ռեժիսորի հաստիկ չունենք մեզ։ Բաներ կան, որ չունենք, որ պարտավոր է թատրոնում, տեխնիկա չունենք, ասենք, համապատասխան, իսկ մեր տարիների ընթացքում քիչ-քիչ այդ ամեն ինչը ձեռք կբերենք նորից։ Այ ձեր տարեդարձի ինչպես ասում են, մի քիչ ավելի հա ֆոն գնալով, ասենք, թող ձեր տարեդարձի մոմի ու երազանքների հետ հաջորդ տարի անպայման ունենաք այն գոնե մի մասը, որոնք որ այսօր մտապահում եք։ Կունենանք, պետք է ընդհանրապես համբերությամբ զինվել, ավելի շատ աշխատել։ Եվ առաջ աստված։ Եվ միշտ առաջ։ Շնորհակալություն ձեզ բազմաթիվ հաջողություններ ենք ցանկանում եւ հաճելի համերգներ, հաճելի ստեղծագործական կյանք։ Շնորհակալություն ձեզ։ Եվ ինչպես ժողովուրդն է ասում, թող ձեր քաշած ապաշխարանք լինի, որովհետեւ երբ որ հասնում ես մի կետի ու հետ ես նայում, այդ կետը բավականին քարքարոտ է լինում ու թող իսկապես նվաճումները շատ լինեն։ Եվ մենք էլ երկի թատրոնը երբ հաճախ լինում է, հա, բացենյակում, մենք չենք մոռանում, որ մեր յուրաքանչյուր նախաձեռնության կողքին նրանք բռունց դարձած մեզ հետ են։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շնորհակալություն հավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք տաղավար ու կշանակենք հաղորդումը հեռու չգնաք, որովհետև մենք կկարոտենք։ Մեկ էլ ալիքը փոխել չէր կարելի։ Չի կարելի։ Այնպես ուզում եմ անունը թողնել ես գիշերային ավազի վրա որն ալուսաբացի արտացոլված
Սիրելի բարեկամներ, ողջույններ ենք ուզում ուղարկել այս պահին բոլորին, ովքեր ուզում են գալ Հայաստան, ովքեր ուզում են գալ ու հաճելի հանգիստ ապահովել հենց Լոռու մարզում։ Լոռին ունի այդ պոտենցիալը, այդ հնարավորությունը, ուստի եկեք ու վայելեք ձեր ամառը մեր քաղաքում եւ մեր մարզում։ Բնության գրկում։ Այո։ Մեր մարզը հարուստ է իր հարուստ բնությամբ, չէ՞։ Հարուստ է իր բնությամբ ու հարուստ մարդկանցով։ Եւ մարդիկ էլ հարուստ են բնությամբ։ Հարուստ մարդկանց ասելով նկատի ունեմ ոչ թե նրանց ֆինանսական կարողությունները, չէ, նրանք այո, չէ, մարզը հարուստ է իր լոռեցիներով, հասկանում ես, այ հիմա հասկացա։ Քաղցած մարդը ոչ մեկի պետք չէ։ Ուզում ես ասել ողջույններ բոլոր նրանց, ովքեր հիմա ընտրում են, հա։ Ովքեր ուզում են ընտրել լայվ ողջույններ նրանց։ Լավ, ողջույններ բոլոր նրանց, ովքեր նոր միացան Բացենյակին։ Բացենյակը մոտենում է իր դրամաբնական ավարտին։ Ոչինչ, հարգելի բարեկամներ, դուք կարող եք հաղորդմանը միանալ մի օր շաբաթ կամ դիտել մեր հաղորդման կրկնությունները Ֆորտունայի եթերում։ Եվ իհարկե կարող եք նայել օֆլայն տարբերակով մեր սոցիալական էջերում փնտրելով Բացենյակ, հետևել մեր բոլոր հաղորդումներին, ինչպես նաև Ֆորտունա 1 TV
Էջում իսկ առհասարակ ֆորտունա կարելի է դիտել, որ օպերատորների միջոցով եւ ինչպես։ Հնչյունային օպերատորների միջոցով։ Ոչ։ Ovio, Team Telecom եւ Ucom ցանցերի միջոցով կարող եք հետեւել, ինչպես նաեւ Հայաստանից դուրս ովքեր որ բնակվում են, կարող եք հետեւել կաբելային ցանցերի միջոցով։ Իսկ հաղորդման վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր հաղորդման գործընկերներին Բալայան Պրոֆին, Հասցեն Կարեն Դեմիրճյան 1 կոտորակի 39 որակյալ ապրանք կարող եք ձեռք բերել այդ հասցեից։ Շնորհակալություն Դավշին շինարական կազմակերպությանը, Հասցեն քաղաք Վանաձոր, աղան 48 կոտորակ 1, այն գտնվում է Վանաձորի դիմաց թաղամասում։ Շնորհակալություն մեր հաղորդումը սպասարկող Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին, Տիգրան 639 կոտորակ 1 եւ իհարկե Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում գտնվող Մարիա Բյութի սալոնի անձնակազմին։ Եվ ողջույններ հեռու ու մոտ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Շնորհակալություն, որ նախորդ ժամվա ընթացքում բացենյակի հետ էիք։ Մենք այսքանով ավարտին ենք մոտեցնում այսօրվա մեր եթերը եւ խոստանալով իհարկե, որ մենք հանդիպելու ենք եթերում հաջորդ շաբաթ եւ Կիրակի։ Շարունակեք դիտել Ֆորտունա ու մի մոռացեք, թե աշխարհում ամենաշատ ով է ձեզ սիրում, հարգելի հեռուստադիտող։ Yes. Կհանդիպենք։ Խորհրդակ 16-ով Ազով խելքը իմ տանես, երեխու պես հերիք է չեմ ուչում անես, էդ քո սիրուն սև աչքերը յանս տարելամ, հոգիս հանել աշխարհս քամել, նա իմնա, նա իմ խելքինա, գիշեր թե առավոտ, նա իմ մտքինա, նա իմ լավն ու բարինա, իմ կյանքը իր ձեռքինա, նա իմ սիրելինա Իմ լավն ու բարին, իմ կյանքը իր ձեռքին, նա իմն, նա իմն Էդքան ուր ես գնում գալի ասա մեր թաղով, դե հերիք է ինձ բանես աչկերի խաղով, շուտ որ տեսնեմ քեզ արևի շողով, որ գրկեմ ու սերասեմ միտով, նա իմ խելքինա, գիշեր թե առավոտ, նա իմ մտքինա, նա իմ լավն ու բարինա, իմ կյանքը իր ձեռքինա, նա իմ սիրելինա, նա իմ խելքինա, գիշեր թե առավոտ, նա իմ լավն ու բարին, իմ կյանքը իր ձեռքին, նա իմն, նա իմն
Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոպոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։